որպեսզի հասկանանք ինչպիսի երկակի ստանդարտներ են մեր երկրում գործում, ով էր կներեք Տիկինը Հանդիսյանը։ Լուսինե Ավետիսյան, քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորների ցուցակի մեջ այս պահին, ամսի 2-ին Facebook-ում ունի հրապարակումը հեսա ձեզ կտրամադրենք, Լուսինե Ավետիսյան, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, մարտի 2-ի դրությամբ հրապարակում է հերթական գազաֆիկացված տունը սպիտակ խոշորացված համայնքի Աչաովիտ Ղուրսալի բնակավայրում։ Ծրագիրը իրականացվել էր Փեթակ բարեգործական ՀԿ-ի ֆինանսավորմամբ։ Նախագահ ինքը Լուսինե Ավետիսյանը։ Ամբողջական հաշվետվությունը կներկայացնեմ շուտով։ Այսինքն ՔՊ-ին կարելի է բացահայտ բարեգործություն, մենք լրացուցիչ ցանկ ենք ներկայացնելու, ժողովուրդ ջան, նենց չի մենք չենք հետևում, չենք արձանագրում։ Ես խորհուրդ կտամ մի հատ անկախ ամուսնալուծության հանգամանքից իմ քայլը հիմնադրամի գործունեությանը հետևեք, պետական մարմինների գործունեությանը հետևեք, ինչքան էլ որ պաշտոնական քարոզչությունը մայիսի 8-ին է սկսվում։ 24-րդ համարն է Լուսինե Ավետիսյանը։ Ցուցակի 24-րդ համարն է։ Հիմա սա գործընկերս ներկայացրեց հերթական երկակի ստանդարտների բացահայտ դրսևորումն է։ Հարգելի հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերներ, կարող եք սա հանցագործության մասին հաղորդում համարել։ Հենց նոր հրապարակեցինք, գնալու եք բերման եք ենթարկելու տիկնոջը։ Ես, եթե անչափահաս երեխաների մայր է, մենք մեծահոգի ենք, կարող եք ուղղակի հրավիրել, բայց այս երկրում այս իրավիճակը, երբ մարդկանց թիրախավորում եք, երբ մեր երկրի իրավական բնույթն եք խեղաթյուրում, պետք է ժողովուրդ, սա է մեր պայքարը։ Այս ամեն ինչի դեմ է մեր պայքարը։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։